60-ական թվականներին պարարվեստի Հայաստանի պարարվեստի դպրոցը մեծ հավաք էր անում այդպես ճկուն տաղանդավոր երեխաների բան այդ դպրոցում իմ ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստիպեց ասեց գնա որովհետև ես փոքրուց շատ ճկուն էի շատ այդպես երաժշտություն սիրող էի եւ այլը ստիպողական ասեց գնա այդ կաստինգին մասնակցի ֆիզիկական տվյալները նաև եղան պատճառը այո այդ անձնավորությունը ուսուցիչը ֆիզկուլտուրայի տեսել էր իմ այդ իսկ իմ արտաքին տեսքն էր նիհար էի, ճկուն էի, այդպես սիրում էի երաժշտություն ու իսկ դա մանկուց էր գալիս, ես շատ էի սիրում բարեի, հենց որ երաժշտություն լսեի երեխա ժամանակից սկսում էի բարեի ոչ մի տեղ չսովորած, բան այդպես երեխայական ինչ-որ և դա դարձավ սկիզբ կյանքի մասնագիտություն բանը նրանում էր, որ շատ մեծ էր կաստինգը, շատ դժվար բան էր, որովհետև այդ տարի իրենք որոշել էին ինչ-որ էքսպերիմենտալ դասարան հավաքեն, որտեղ քանի որ դե Հայաստանը այդ ժամանակներում եթե Վրաստանում կար թատրոն, բալետի տրուպա կար, արդեն Չաբուկյանի կար, իրենց աստղը եւ այլը, որոշել էին այդ արվեստի ճյուղին զարկ տային դրան նպաստել էր մի ուրիշ պայման պատերազմի ժամանակ ուրեմն այն ժամանակ Լենինգրադ կոչեցյալ քաղաքից այդ բալետային դպրոցը իրեն ուսուցիչներով եւ աշակերտներով էվակուացնում են Հայաստան ինչպես հանգիստ ոչ պատերազմային գոտի եւ ուսումնարանում ուսուցիչները շատ բարձր կվալիֆիկացիայի ռուսական Վագանովսկի շկոլայի այսպես ասած ուսուցիչներ էին, ուսուցչուհիներ էին և անցնելով այդ կաստինգը ես ընկա այդ էքսպերիմենտալ դասարան, որտեղ մի տարվա մեջ պիտի 2 տարվա ծրագիր անցնեին։ Դա շատ ծանր երևույթ էր։ Տիկին Անժելա, դա է ուզում հարցնել, որ ամենադժվար ուղղություններից է, շատ աշխատատար, երբեմն դաժան։ Դաժան։ Ես համաձայն եմ։ Եթե դու ֆանատիկորեն չնվիրվես այդ արվեստին, ոչ մի բան չի ստացվի։ Դա պիտի ինքդ քեզ մեջ մի ինչ-որ գերբնական ուժ գտնես, որովհետև դե բալետը շատ ծանր պրոֆեսիա է, շատ ծանր։ Թե ուսումնական պրոցեսը, թե հետագա բեմ դուրս գալու։ Մրցակցությունը։ Այո, բայց ինչպես ես նշեցի, բախտը ինչ ժպտաց, ես ընկա մի ուսուցչուհու մոտ, որը անմիջապես Վագանովայի դասարանից էր եղել,
Այդ դպրոցի կրողներ, դպրոցի հմտությունների այո, այդ կուլտուրայի ես կասեի, դա դպրոց չի, դա հատուկ կուլտուրա է։ Այդ պարարվեստը դա մի ես չէի ասի, որ դա ինչ որ եթե արվեստները դասակարգենք բալետը ծանրագույն արվեստներից մեկն է։ Դերասանական խաղ կա, պար կա, երաժշտություն կա, ամեն ինչ կա։ Այո, սինտեզ է։ Մարմնամարզություն կա։ Այո, շատ բան է իր մեջ ներառնում։ Երաժշտության նկատմամբ սերը կարողանալ այդ երաժշտությունը քո ներքինով զգալը եւ նորից վերադարձնել արդեն շարժման տեսակով։ Հանդիսատեսին։ Այո։ Տիկին Անժելա, ձեր ընտանիքը դուք ավելի ինչ ասացիք, բայց ասացիք կատեգորիկ տարբեր ոլորտի մարդիկ էին։ Այո։ Արդյոք ողջունեցին ձեր արվեստի այդ դժվար, դաժան ճանապարհը, որ դուք որդեգրեցիք։ Գիտեք ինչ, ես այն մարդկանցից եմ, որ հավատում եմ ճակատագրի գործունին, որ մարդը կարող է պատահական հանդիպումից էլ շատ Ճակատագրական լինի։ այլ կերպ արդեն նայի կյանքին ճակատագրական մեծ դեր ունենա այդ պատահականությունը։ Ես ընկա այդ պատահականության մեջ։ Ես կարող եմ այդ դասին չգնայի, ես կարող եմ այդ կաստինգը չանցնեի եւ շատ բան կարող էր չլիներ, որովհետեւ իմ նախնիներից հայրիկիս ուրեմն ծնողները, բարեկամները, բան բոլորը բժշկության Մարդիկ խոշորագույն բաներ են, պրոֆեսորներ եւ այդպես բժշկությունը կարող էր ինձ անել, եթե ես պատահական ոչինչ չի լինում, Տիկին Այո։ Անժելա։ Իսկ բայց ես չընտրեցի։ Դրան էլ ես բացատրություն հետագայում գտա, ինչու ինձ չձգեց դա, որովհետև ես այն անձնավորություններից եմ, որ մարդկանց ցավը բան շատ Թունդ եք ընկալում։ հա շատ սեփական եմ ընկալում եւ մեծ ապրումների մեջ եմ լինում։ Ապրումակցման բարձր շեմ ունեք, էմպաթիայի մասին եք ասում։ Եվ դրա համար ասում եմ, չնայած իմ բարեկամների մեծ մասը այն էլ բժշկության մեջ հիմնադիրներ են եղել, այո, մանկաբուժության հիմնադիր, որ իմ հորեղբայրն է եղել եւ այլ եւ այլ։